Պարոն Հակոբյան, հարցս շողակաթի ավելի շուտ հանրային հեռարձակում ունեցող երրորդ ալիքի, որը կրթամշակութային ուղղություն պիտի ունենար, եւ ես բոլորովին հեռու եմ մոտեցումից, որ սա շողակաթի փակումն էր, փակվեց երրորդ հանրապետական ծածկույթ ունեցողը, որը օրենքով ամրագրված կրթական եւ մշակութային ուղղություն պիտի ունենար։ Շողակաթը կգտնի իր տեղը մեծաստիրույթում, տեղեկատվական եւ այլն։ Ես ուզում եմ հանրային եթերը սպառողների անունից առհասարակ, ովքեր կրթական մշակութային հաղորդումների պահանջ ունեն եւ որը կարծում եմ նաեւ պետության պոզիտիվ պարտականությունն է եւ նաեւ օրենքով ամրագրված 20%-ի շեմը, որ վստահ եմ այդ մասին շատ լավ գիտեք, ձեր գերատեսչության եւ անձամբ ձեր տեսակետը այս որոշման առնչությամբ։ Տեսեք, մի քիչ տերմիններում մենք զգուշ լինենք, որովհետեւ շողակաթը չի փակվել, հա, դուք ասացիք փակվել է, չի փակվել, հա, փակվել է, հա, բայց ամեն դեպքում մենք հանրային, հա, դրամ, չէ, հա, ուշադիր լինենք, որովհետև դա շատ կարևոր է, տեսեք, ես միշտ անկեղծ եմ այդ հարցում եւ օրենքի փոփոխության հեղինակներն էլ գիտեն, որ ես այդքան էլ հաշ չեմ այդ որոշման հետ, իմ կարծիքով կարելի է շատ ավելի արդյունավետ եղանակ գտնել, հա, այդ խնդիրը լուծելու համար, որպեսզի շողակաթը ծառայեր հասարակությանը, որտեղ ի վերջո դա հասարակական հեռարձակողների ալիքներից մեկն է։ Բայց այն թնջուկը, այն հնացած, հա, մեջ գցած հիվանդությունը, որ ուղեկցում է շողակաթի աշխատանքները, որովհետև այն ինչ շողակաթը ուներ, ինքը որևէ ձև իրավաբանորեն ամրագրված չէր։ Ինչ որ բանավոր կազմակերպությունների, հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների 20 տարի ինքը գործում էր գրեթե անօրեն պայմաններով, հա, սա է, եւ երբ որ դուք եւ վերջին բաներին տարիներին 1-2 տարվա ընթացքում եւ մեր մշտադիտարկումները դա հստակ ցույց են տալիս, այդ տեսեք դուք ընտրեցիք կրթական մշակութային ալիք ձևակերպում, որը բխում է օրենքից, որը մենք ընդունել ենք 20 թվականին։ Սակայն եւ մենք մի անգամ նամակ ուղարկել ենք հանրային հեռարձակողին մոտ 2 տարի առաջ, որ այդ հանրային հեռարձակողը չի կատարում իր վրա օրենքով վերցրած պարտավորությունները։ Ինքը կրթական մշակութային չէր, կրթական հաղորդումներ գրեթե չկային, հա, եւ ավելի շատ ինքը կղերական հոգեվոր հաղորդումներ սփռող հեռուստաալիք էր։ Եվ եթե մենք խոսում ենք հանրության անունից, եթե մենք մեր մշտադիտարկման արդյունքներով ենք դատում, ապա հանրությունը այդ հեռուստածրագիրը գրեթե չէր նայում, ցավոք։ Էլ եմ ասում, լուծումը արդեն օրենքը ընդունված է, ես իրավունք չունեմ մեկնաբանեմ, միգուցե երկար քննարկումներից հետո ավելի լավ լուծում կարելի էր գտնել, բայց այն առաքելությունը, որ պետք է կատարեր շողակաթ ընկերությունը, դա չէր կատարվում։ Դա միանշանակ միայն իմ կարծիքից է ամբողջ հանձնաժողովի, որը ոչ թե էմոցիաների վրա է հիմնված, այլ մեր մշտադիտարկումների։ Եվ կներեք կրթական ալիքը չի կարող հեռարձակել ու շատ հաճախ մի քահանայի ճառեր, հա, որոնք ավելի շատ միջնադարյան, հա, խավարամիտ մարդու, հա, բովանդակությունը ոչ թե կրթական ալիքին հարիր կոնտենտ։ Սա էլ է շատ կարևոր նշել։ Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում հանրային հեռարձակողը այսպես թե այնպես առանց կղերական ազդեցության, առանց դրսի միջամտության պետք է ունենա կրթական մշակութային բովանդակության ունեցող ալիք, այստեղ իմ կարծիքը միշտ եղել է եւ նույնն է մնում։ Եվ ոչ միայն իմ, այլ նաեւ հանձնաժողովի բոլոր անդամների։ Կարճ սա։ Լավ, շնորհակալություն պատասխանի համար։ Մի ճշտում անեմ, ես բոլորովին երևի սխալ մեկնաբանեցի կամ սխալ ձևակերպեցի շողակաթի փակման, հենց ես դա ուզում շեշտել, որ այստեղ խոսքը ոչ թե շողակաթի փակման մեկնակետից մոտենանք խնդրին, այլ կրթական եւ մշակութային ալիքի, որը հանրապետական տարածում պիտի ունենար, եւ ես այդտեղ կարեւորում եմ պետության պոզիտիվ դերակատարությունը, շահագրգռվածությունը հանրությանը կրթական մշակութային որակյալ բովանդակությամբ կրթելու։ Այդտեղ ոնց որ թե մեր տեսակետները չեն բաժանվում եւ խնդիրը լուծումներին էր։ Խնդիրը, եթե շողակաթի բովանդակությունը կամ այդ ալիքի բովանդակությունը ուներ թերություններ, որոնք շտկումների անհրաժեշտություն ունեին, եւ կար հանրային խորհուրդը, հանրայինի խորհուրդ եւ այլն, թերևս կարելի էր գնալ
առողջացման եւ քաղաքականության մշակման անհրաժեշտ եթերային քաղաքականության մշակման ճանապարհով, բայց ասես կացնային կտրել հանրապետական տարածում սփռում ունեցողը, ես ուղղակի տեսակետս եմ փոխանցում, չեմ ձեր այդ բանավեճի մեջ մտնում, այլ իսկապես տեսակետ եմ փոխանցում, մանավանդ որ դուք այսօր գնահատական տվեցիք կղերական եւ այլն, ես նայել եմ բաղադրիչներից, թե ինչ բաղկացած, հոգեվոր մշակութային, առանձին մշակութային եւ այլն, այստեղ խնդիրը հենց դրան է վերաբերում ունենալ առողջ քաղաքականություն, մշակել հանրային խորհրդի հետ եւ ապահովել հանրությանը բարձրորակ կրթամշակութային բովանդակությամբ, ինչի կարիքը այսօր մեր հասարակությունը օդու ջրի պես ունի եւ մանավանդ ես կարծում եմ 20%-ի պահանջն էլ, որը նաեւ օրենքով ամրագրված պահանջ է, ես չեմ կարծում, որ այսօր մենք այդ երկու չգիտեմ հունվարից հետո բնականաբար մենք դա կկարողանանք ապահովել։ Սա ուղղակի արձագանքեր ոչ թե ձեզ, այլ մոտեցումներ կարճ ձևակերպած։ Շատ կարճ ես էլ արձագանքեմ, եթե կարելի է։ Տեսեք, եթե առողջացման խնդիր դրվեր, առողջացումը այսպես թե այնպես պետք է նախատեսել որոշ շատ կտրուկ քայլեր եւ կադրային եւ ազդեցությունների ես 100%-ով համոզված եմ, որ նույն շահարկումները կլինեին, որ հատուկ ձևակերպում են գրաքննություն են մտցնում եւ փորձում են փակել այդ ալիքը հայ առաքելական եկեղեցուց, այսինքն ինչ էլ այդ ալիքը չանեին, մեկը ցավոք այդ խնդիրը շահարկվելու, ինչ բանը, այո, մենք եթե հետևել եք իմ ելույթներին 19 թվականից ես խոսացել եմ այն հիմնադրամի մասին, որը կնպաստի հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը եւ տարածմանը եւ այդ մասին խոսում էր նաեւ երբ որ այս օրենքի փոփոխությունները հիմնավորում էին մեր падգամավորները, ապա հիմնադրամը արդեն ստեղծված է, ճիշտ է, ոչ շատ մեծ գումարներով եւ մենք շուտով արդեն առաջինս տկանենք հոգեբարձուների խորհուրդների եւ ես համոզված եմ, ոչ թե գրեթե համոզված եմ, որ մյուս տարի այդ հիմնադրամի գումարներով մենք կստեղծենք բավականին մեծ քանակի հանրօգուտ հաղորդումներ, կրթական, մշակութային եւ դրանով կլուծենք այն խնդիրը մասամբ իհարկե, որը ձեզ մտահոգում է, այսպես